Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն վարչապետ, երեկ Վրաստանում հայտարարեցիք, որ տեսնում եք տարածաշրջանային եռակողմ համագործակցության անհրաժեշտություն Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով եւ կոնկրետ ինչ ուղղություններով եք տեսնում այդ համագործակցության խորացումը, հատկապես փոխկապակցվածության, ենթակառուցվածքների, տնտեսական ինտեգրման առումով եւ արդյոք կան արդեն համաձայնեցված կոնկրետ քայլեր, շոշափելի պայմանավորվածություններ կամ նախաձեռնություններ, որոնք կարող են մոտ ապագայում գործնական փուլ մտնել։ Եվ խոսեցիք անվտանգության մասին, տարածաշրջանում մեր շուրջը կատարվող իրադարձությունները հաշվի առնելով, ինչպես է գնահատում Հայաստանի անվտանգային համակարգի ներկայիս դիմակայությունն ու արդյունավետությունը եւ ինչ փոխելու անհրաժեշտություն եք տեսնում։ Շնորհակալություն։ Ներողություն եմ խնդրում։ Անվտանգությունը շատ երբեք չի լինում։ Եվ հետեւաբար էդ էլ կա, որ մենք պետք է արձանագրենք, որ մենք չենք որևէ երկիր ակնհայտորեն տեսնում եք չի կարող օբյեկտիվորեն համարել, որ ինքը հասել է անվտանգության իդեալական կետին, որ զարգացնելու տեղ չկա, մեր դեպքում առավել եւս, որովհետեւ այդ ամեն ինչը ինչ որ մենք ունեցել ենք, ապրել ենք, վերապրել ենք, դա շատ երկարատև process է եւ այս փուլի ընթացքում ես կարծում եմ, որ մենք նախ շատ մեծ աշխատանք արել ենք, բայց շատ կարևոր է, որ ձեռք ենք բերել ռազմավարական գիտելիք, հարաբերություններ եւ պատկերացումներ, թե ինչպես է պետք հետագա աշխատանք շարունակել։ Իսկ տարածաշրջանի հաղորդակցության հետ կապված երեք ազգային ժողովում փորձեցի ավելի մանրամասնել, տեսեք, երբ որ մենք վերցնում ենք երեք մի աստղի, այսօր 50 ասեմ, լավ, 50 բեռնատարի մասշտաբով ենք նայում, պարզ է, որ կարող ընկալումը լինի, թե երեք երկրները 50 բեռնատարի համար ոնց պայքարեն, որ իրանց միջով անցնի, որ ինչ որ մի գումար ավել աշխատեն։ Բայց եթե խոսքը մենք հարցին նայենք 5000 բեռնատարի մասշտաբով, իսկ որ այդ 50,000 բեռնատարի 500,000 բեռնատարի պոտենցիալը կա, մենք կհասկանանք, որ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ենթակառուցվածքները եւ մի բան էլ ռազմավարական ներդրումով բավարար չեն այդ հոսքերը ապահովելու համար։ Եվ մենք պետքա ոչ թե մտածենք այս 50 բեռնատարը ոնց իրարից ստանենք, պետքա մտածենք 500,000 բեռնատարի համար ոնց Հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգարակ միջանցքը, որպեսզի բեռները այստեղով խոսեն, բոլորից բերելով տասնյակ միլիարդների օգուտներ, սրա մասին է խոսքը։ Եվ նույն, գիտեք, ինչի մասին ուզում եք, էներգետիկ, գազ, նավթ, ինտերնետ, ուղևորափոխադրում, օդային, երկաթուղային, ցանկացած ամեն ինչի մասին ասա։ Եվ ես ընդ որում ես ուրախ եմ, որ ես զգում եմ, որ մեր ընկալումը սկսում է փոխվել, այդ այն դեպքն է, ենթադրեք մի տարի առաջ ուրիշ բան էիք ասում, եւ ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ արդեն այս թեմայով խոսակցությունը սկսելու նախանշաններ կան, ինչ շատ մեծ հաջողություն։ Չնայած տրիպը արդեն համաձայնեցված քայլ է, որովհետև տրիպը իրականում երեք Վրաստանում այդ թեմայի մասին էլ ենք խոսում։ Ի վերջո եկեք չմոռանանք, որ տրիպը խաղաղության խաչմերուկի մաս է, եւ իհարկե ես հույս ունեմ, որ Իրան Իսլամական Հանրապետության շուրջ հնարավորինս արագ կայունությունը եւ խաղաղությունը կվերականգնվի, բայց օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց, Սև ծով գիծը պետք է աշխատի, որտեղ եւ Վրաստանը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն։ Ու հավասարը էտել են չի, մեկի տարածքում մի քիչ երկար, մյուսի տարածքում մի քիչ կարճ, նկատի ունեմ ներգրավվածության առումով։